Տիկին Դավոյանը խոսեց, նոր էլ ես կուրթանում էի դրա մասին խոսում։ Այս 300,000 ադրբեջանցիների թեզը ի՞նչ է։ Սա հիբրիդային գրոհ է Հայաստանի Հանրապետության վրա։ Հիբրիդային գրոհ է։ Ու այս մարդիկ, ովքեր այս թեզը առաջ են տանում, Քոչարյանը կլինի, Ծառուկյանը կլինի, Սամվելը կլինի, Կարապետյան, իրենց կուսակցության անդամները կլինեն, կամ իրենց սատելիտները կլինեն, էական չի։ Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ այդ մարդիկ հիբրիդային գործիքներ են։ Տղերք, դուք ստում եք եւ դուք հիբրիդային գործիքներ եք։ Հակառակը ապացուցեք։ Չեք կարա, որովհետեւ դուք հայ ժողովրդին ահաբեկելու համար եք, ձեզ ուղարկել են հայ ժողովրդին ահաբեկելու համար։ Եվ հայ ժողովուրդը ձեր տեղը ցույց է տալու։ Խելոք մնացեք։ Հիմա այսօր նույն քաղաքական դաշինքի ներկայացուցիչը, երևի 3 ա եղել, ես այսօր եմ կարդացել անկեղծ ասած, նշել է, որ ընդ որում ում մասին խոսում եմ, Ուժեղ Հայաստան կուսակցության կամ դաշինքի վարչապետի տեխնացու Նարեկ Կարապետյանն է։ Ում իդեպ ես մինչև իրենց հիբրիդային գործիք դառնալը եւ Հայաստանը ուրիշի սապոկի տակ տանելու ծրագրին ներգրավելը շատ լավ մարդկային հարաբերություններ եմ ունեցել ու համարել եմ լավ բիզնեսմեն ու կոմպետենտ բիզնեսմեն, բայց քանի որ այս մարդիկ որոշում են ընդունել, որ իրենք պիտի Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային գործիք դառնան եւ փորձեն մեր երկիրը տանել մտցնել սրա նրա սապոկի տակ, ես իրերը կկոչեմ իրենց անունով։ Ուրեմն երեք խոսելա այս նույն գծի մեջ են, էլի։ Խոսելա Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի մասին, Մեղրի տարածաշրջանի գյուղը Նռնաձորը, հենց սահմանի բերանին գտնվում է հայ-ադրբեջանական եւ հայ-իրանական սահմանին, ու նշել է այդ գյուղը խորհրդային տարիներին կոչվել է Նյուվադի, եւ նշել է, որ քանի որ ադրբեջանցիները այդ գյուղին ասում են Նյուվադի, ադրբեջանցիները գալու են այդտեղ ապրեն։ Ուրեմն Նարեկ, երբ որ քո հայրիկը եւ դուք ձեր ընտանիքով հովանավորում եք հանրապետական կուսակցությանը եւ մաս եք կազմում այդ կուսակցության, ու տարիներ շարունակ քվեեք բարից բուն իմաստով քերում լոռու մարզից Սերժ Սարգսյանի համար, այդ տարիների ընթացքում Նռնաձոր գյուղը ճանապարհ չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության հետ միակ ճանապարհը եղել է նախկին երկաթգծի գիծը։ Այն որ ձեր շատ սիրելի ձեր գործընկեր Ռոբերտ Քոչարյանը այդ ռելսերը հանեց, ծախեցին, ինչ արեցին, թե իրար հետ ծախեցիք, ես չգիտեմ, էական չի։ Չեմ ուզում ես ասեմ բաներ, որում վստահ չեմ, բայց այն որ դա եղել է նրանց օրոք ու այդ դրա բերումով այդ գյուղը վերջապես կապ ունեցել երկաթգծի ճանապարհով որպես մեքենայի ճանապարհ, դա 30 տարի տևել է։ Ու այդ տարիների ընթացքում դուք միշտ իշխանության մաս եք կազմել։ Բարձր պաշտոններ եք զբաղեցրել, ազգային ժողովից падգամավոր եք ունեցել ձեր ընտանիքից։ Թե հիմա հորքուրիդ մարդն ա եղել, թե հայրդ ա եղել, էական չի։ Հիմա դու ասում ես մի բան, որի մասին խաբար չես ախր, եղբայր, խոսի մի բանի մասին, որից հասկանում ես։ Այս պահին Հայաստանի Հանրապետության կառավարությունը 3.5 միլիարդ դրամ է ծախսում Նռնաձոր գյուղի համար ճանապարհ կառուցելու համար։ Պաշտպանության նախարարությունը Նռնաձոր գյուղի մերձակայքում 2 հատ ամրացված շրջան է կառուցել։ Ամրացված շրջան, երկաթբետոնյա ամրոցներ, որի վրա ծախսել ենք շուրջ 5 միլիարդ դրամ։ Հիմա եկե դու ինչ ես խոսում։